Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ դուք միացել եք երկրի թիվ 1 թոք շոուին։ Հայկանուշ Մղդսյանի երկրորդ ամուսնությունը Միշա Բոշյանի հետ այլ հանգուցալուծում ստացավ։ Խորտ տղայի Հենրիկի ամուսնությունը հարևանի աղջկա Գոհարի հետ չստացվեց։ Ամուսնության արդյունքում ծնվեցին զույգ տղաներ՝ Միքայելն ու Մխիթարը, որոնք ամենևին էլ մխիթարություն չդարձան բաժանության շեմին կանգնած ծնողների համար։ Որտեղ են այսօր երեխաների հայրն ու մայրը, ովքեր են դարձել նրանց համար ծնողներ ու ինչն է դարձել պատճառ, որ Բոշյաններն այսօր դարձել են կրկնակի որբ, կիմանաք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Կրկնակի որբերը, կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորենք մեր առաջին հյուրը Հայկանուշ Մղդսյանն է։ Բարի երեկո տիկին Հայկանուշ, շնորհակալ եմ կիսաբաց լուսամուտների համար եւ այսպես պատահում է ձեր կյանքի տղամարդը։ Դա պլանավորած որոշում էր, որ պիտի արդեն ընտանիք կազմեիք, թե ինչպես ասում են, սերը անսպասելի դուռը թակեց ու արդյոք դա սերն էր։ Ամուսնացել ենք պատահական իրար տնալով։ Ծնողների համաձայնությամբ որոշումը դուք չեք կարել։ Որոշումը ոչ, ձեր փոխարեն ընտրել էին արդեն։ Ում էին ընտրել։ Ընտրել էին որպես մարդ, որպես լավ անձնավորություն, որպես ընտանիքի լավ ամուսին։ Ես դժգոհ չեմ։ Զալիկից։ Այո։ Ապրել ենք շատ լավ համատեղ, միտեղ։ Իրա մոտ 11 տարեկանից հիվանդություն ունեցել, բայց ես չեմ իմացել այդ հիվանդությունը, իրանք չեն ասել ծնողները, հայրը իր իսկական հայրն ա եղել, մայրը երկրորդ մայր ա եղել, ես որ ամուսնացել եմ, ամուսնության ժամանակ արդեն տղայիս ունեի, որ իրա մոտ սկսվեց այդ հիվանդությունը հոգյական։ Ոչ թե սկսվեց, այլ երեթե ձեր ներկայությամբ գլուխ բարձրացրեց, եթե 11 տարեկանից ունեցել է այդ հիվանդությունը։ Ձեզ այդ ժամանակ ասեցին, որ դա վաղուց էր, հետո իմանալով, պատանեկան շրջանից, իրանք չասին, հետո հիվանդանոցում իմացանք, որ իրան տեղափոխեցինք հիվանդանոց, ամուսինս ինչ խնդիրներ ուներ։ Ինքը վախից էր, վախացրել էին ինչ-որ հայրն էր, խմող մարդ էր, վախացրել էր, ու այդ վախից քնած տեղը իրանց ասելով հարվածել է, հարևանների ասելով, ու իրան մոտ այդ վախը առաջացել։ Հետո հոգյական հիվանդություն առաջացավ, պարկել է Երևանում Սովետաշենում, Աղիհանքում, Սևանի հիվանդանոցում։ Բուժումից հետո եկել է մի 6-7 տարի նորից նորմալ, ունեցել եմ երկրորդից, նորից հիվանդացավ 90 թվականներին, 91-ին մահացավ ամուսինս, բայց լավ ենք եղել, մենք իրարից դժգոհ չենք։ Անկախ նրանից, որ նա առողջական ոչ խնդիրներ ունեցել։ Մենք շատ նվիրված հայր ա եղել երեխեքի մասին։ Տևական ժամանակ ձեր ամուսնության ընթացքում նա ձեզ հետ չի եղել, այլ եղել է հատուկ հաստատությունում։ Այո, հոգեբուժարանում է եղել, որտեղ փորձել են նրան բուժօգնություն ցուցաբերել։ 91 թվականին մահացել է, հետո անցավ 9 տարի, տղաներիս հետ ապրեցի, անցավ 9 տարի, չգիտեմ խի մտածեցի, որ ինչ ուզում ալի գլխի տեր պետք է։ Դուք բնակավայրն էլ էիք փոխել այդ ընթացքում։ Այո, որ ամուսնացա, այս երկրորդ ամուսնուս հետ էի ապրում արդեն, իրանց տանը։ Ամուսինս Իրակինը 99 թվականին է մահացել, իմ ամուսինը 91 թվականին։ Հարևաններ ենք եղել, մենք իրար հետ մինչև կնոջ մահանալը մենք իրար հետ շատ կապված ընկերուհիներ ենք եղել։ Կնոջ մահից հետո անցավ մի քանի ամիս, ամուսինս եկավ մեր տուն, ասա որ քո ամուսինն էլ է մահացած, իմ կինն էլ։ Անեն չի որ ասենք մեկս մեկի ընտանիք ենք քայքայում, բեր ամուսնանանք իրար հետ ընտանիք կազմենք, ինձ կինա պետք, դու էլ ջահել ես քեզ էլ ամուսին։ Համոզեց։ Վերջը համոզեց, հա։ Ամուսնացանք, աղջիկն ամուսնացած էր ամուսնուս, Ճոճկան գյուղում, 2 երեխա ունի, մենակ տղեն էր ազատ, տղին էլ իմ ժամանակ եմ ամուսնացրել, 2 տարի հետո։ Իսկ ձեր երեխաները։
իմ երեխաները մեծ տղաս ամուսնացած է, իսկ փոքրը չէ, բայց տարիքով այլ արդեն 30 տարեկան տղես առանձին ամնում, բայց մոտիկ ենք իրար։ Կենտրոնանանք ձեր ամուսնու տղայի վրա, ով ձեր օրոք, ձեր ներկայությամբ եւ ձեր թեթև ձեռքով ամուսնացավ։ Ինչպես ընտրեցիք կնոջ Գոհարին։ Կնոջը մեր կողքի շենքիցներ, Ահա։ ինքը տեսավ, հավանեց, եկավ ասա, որ ես կուզեմ իրան, գնանք իրանց տուն, ամուսնուս իր հետ գնացել ենք 3-ով իրանց տուն, խոսացինք, ծնողները ասին վաղացես պատասխանը կասենք, հաջորդ օրը պատասխանն ասին, գնացել ենք, հարսանիք չենք արել մեծ, բայց լավ նշան ենք արել մեծ։ Հարսին բերը։ Գոհարը ինչ-որ մի կերպ գոնե տրամադրված էր դեպի ձեր։ Հա, դեպի մեր տանը։ Շփվել էին, գուցե որպես հարևաններ իրար նայել։ Որպես հարևան, այտենց շփված ունեին, իրար մոտիկ էին շենքերը, անդադ իրար մոտ շենք գնալ գալ ունեին։ Հետո Գոհարիկի նկատմամբ մենք շատ լավ ենք եղել, ես որպես հարս ու կիսուր, ոչ ես իր համար վատ ունեմ, ոչ ինքը ինձ, ես նան, որ աղջիկ չեմ ունեցել, աղջկատեղ ընդունել եմ։ Բայց ծնողների սխալությունը այն էր, որ իրանք չէին ասել, որ իրանց աղջկա մոտ մանկական հիվանդություն կա ու թաքցված։ Եթե ձեր հարևաններն էին ու դուք մանավանդ գիտեիք այդ ընտանիքի անց ու դարձը, չէ, ոչ բոլոր բաները։ Նրանց հայրն այնքան խիստ է, նաստուն ոչ ոք չէր մտնում։ Այդ դրսում ասենք, որ հայրը տանը չէր ելնում, դուրս էին գալիս երեխեքը, տենց ճանաչում են, գիտենք, որ այդ շենքի երեխա է։ Իր մոտ էպիլեպսիկ հիվանդություն կար, որ ամուսնացավ, անցավ մի 10 օր, մեր տղան կանչեց ինձ մի սենյակ, ասավ, գիտես, Գոհարիկի մոտ ուշկա գնացություն կա, չգիտեմ ինչից է, պարկում ենք, զրից ենք անում բան, որ հետո քնենք։ Այդ ժամանակ ուշկը գնում է։ Հետո ամուսինս ասավ, ինչ ասավ Հենրիկը, որ տենց մի ձև եղար, ասի ոչ մի բան, չուզեցի ասեմ, ասի կարող եմ ինչ որ բժիշկների հետ խոսամ, մի միջոց կարող ալի բուժելու էլի։ Արդեն սկսվեց իր մոտ հղություն ու այդ շրջանում ավելի արագացավ, ցերեկներն էլ էր արդեն իր ուշկը գնում։ Դիմեցի բժշկի, բժիշկն ասավ, որ իր մոտ էպիլեպսիկ հիվանդություն է, պետք է անպայման հսկողության տակ պահվի, որտեղ իր հղությունը շատ վտանգավոր կտանի։ 3 ամս վաղի էր արդեն ուռուցորված, ոտքերից հետ, ինքը ամբողջովին, ճնշումը շատ բարձր։ Ամիսը 3 անգամ տանում էինք բժշկի, հիվանդանոցը մեզ մոտիկ էր, հսկողության տակ էինք պահում։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ հենց հիմա փորձել պատմությունը բացահայտել հիմքից, դուք ասում եք, որ ձեր հարսը մանկությունից է ունեցել նման հիվանդություն։ Մենք փորձեցինք զրուցել նրա ծնողների հետ եւ հասկանալ, թե իրականում երբ է գլուխ բարձրացրել նման հիվանդությունը։ Եվ այսպես պարզ է դառնում հեռախոսազանգից, որ ձեր հարսը երեխաների հետ չի շփվում։ Չի շփվել։ Երբ սկսվեց այս պատմությունը։ Սրանից մի 6 տարի առաջ ինքն ու մայրը եկան մեր տուն, իրիկվա ժամը 6-ի սահմաններում։ Ես գնում էի մեր հողամասը, այգի կար ծաղկանոց։ Հետո տեսա գալիս են հետ դառա։ Իրանք այդ ժամանակը հարս ու ամուսինը իրա տղեն մեր բաժան էին ապրում վարձով։ Ասի կարող է մեր տղեն գործի է, ինքն էլ
տեղա գնում բերելա որ թող այնց մոտ գնա։ Եկանք տուն երեխեքը կանգնեցին տան շեմքում, ինքը մի քիչ առաջ եկավ, մայրը նստեց, երեխեքին ասավ տատիկ ինչ ջղայնացնեք, տատիկը հիվանդա որ ձեզ պահի։ Բայց միջև այդ ես իր մորն ասի աղջկատ մոտ անտարբերություն կա։ Ասավ ինչ անտարբերություն, ասի դու չես տեսնում որ ծննդաբերության երկրորդ օրը իր մոտ խանգարում սկսվեց։ Ինքը ուշքի չէր գալիս, հետո որ ուշք եկավ, ես երեխեքին այդ ժամանակ տեղափոխեցի Կիրովական քշերը։ Որ հաջորդ օրը իր մոտ այդ խանգարումը որ սկսվեց, կանչեցին ներվապատալոգ։ Դժվար ծննդաբերություն է եղել, բանալի զույգեր են ծնվել։ Հա, հետո էլ ինքը որ ճնշումը շատ բարձր էր, ուշքի չէր գալիս, տենց էլ համարյա օր ու կեսից ավել առանց գիտակցությունը տեղը բերելու դեռ չգիտեին կապրի թե չէ, որտեվ անհույս էր։ Ինչ տարօրինակություններ են ի հայտ գալիս ծննդաբերության հաջորդ իսկ օրը։ Փոքրիկ դադարից հետո մենք հասկանում ենք ինչու են այսօր 11-ամյա 2 երեխաները կրկնակի որ։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Կրկնակի որբերը կիսաբաց լուսամուտներից ներս շնորհակալություն, որ դիտում եք երկրի գլխավոր թոքշոուն։ Մենք վերադառնում ենք տաղավար դասիչեցնելով կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում, կամ էլ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգահարեք մեր թեժգից +374 60 50 33 17։ Տաղավար վերադառնալով Տիկին Հայկանուշի հետ շարունակում ենք զրույցը։ Եվ այսպես հարսի մոտ երկրորդ իսկ օրը ծննդաբերության խնդիրներ են առաջ։ Այո։ Երեխաները առողջ էին ծնվել, որևէ խնդիր չկար նրանց։ Երեխաների մոտ, առաջի երեխայի մոտ, Մխիթարի մոտ ոչ մի խնդիր չկար, երկրորդը Միքայելն էր, Մխիթարը երկրորդ Միքայելի sense իրար վրա հետո քային են ծնվել ու կծկված ոտքերն էլ, ձեռքերն էլ։ Նրան այդ ձևով տեղափոխել են Կիրովական հիվանդանոց, բերել ենք նորից ճիշտ է քաշերը պակասել, բայց էլի 1 կիլո 900 գրամով ընդեղից տեղափոխել ենք միշտ 10 օրվա ժամկետով բերել ենք տուն, կծկումները ես եմ մասաժներով երեխի ոտքերի, ձեռքերի, ճիշտ ասած բժշկի օգնությամբ խորհուրդ տալով բացել եմ ոտքերի, ձեռքերի այդ կծկումը, հա, հետո մայրն էլ մենակ է դրա խնդիրն եղել ձեռքի ոտի ու 3 տարեկանից երեխաների մոտ աչքերի թեքություն, միջև այդ ոչ մի թեքություն չի ունեցել։
Այսօր երեխաները 11 տարեկան են։ 11 տարիներից քանիսն են նրանք կրկնակի որբ, որովհետև սկզբից նրանց լքում է հայրը, հետո արդեն մայրը։ 10 տարի որբ են եղել, 1 տարին ամբողջությամբ իրանց ծնողների հետ են ապրել։ Հայրն ուր է, հայրը ինչի է հրաժարվել։ Հայրը կինը որ բերել երեխաներին որ թողեց ինձ մոտ, հայրը գործի էր սահմանում, նոյեմբերյանի սահմանում նայոմնիկ աշխատում։ Զանգեցի, ասեցի, որ կինդ բերել է երեխեքին թողել, ասելա կպահես պահի, չես պահում տար մանկատուն տուր։ Ասավ, բա դու ինչ ես մտածում, նա մտածելով, որ ես երկրորդ կին եմ, կարողա չպահեմ, ինչ որ խորթություն կատի բան, ես էլ ասավ, ինչ ես մտածում, բա միջև իմ գալը, ասի ոչ մի բան, տանում ես, ասի չէ։ Հետո ամուսինս որ տուն եկավ, ասավ, քո միտքն ինչ է, տանենք երեխեքի մանկատուն, ինձ փորձեր լա, տեսնի ես կհամաձայնվեմ թե չէ։ Ասի ավելի լավ, ինչքանով որ կարում ենք յոլա գնանք այդ ձևի պահենք, չենք ունենա, կգնանք հարևանից, մոտիկ մարդկանցից փայ կհավաքենք, բայց երեխեքին ես մանկատուն չեմ տա։ Փաստորեն ձեր երկրորդ ամուսինը փորձեց ու դա փորձանք չդարձավ։ Պարոն Միշա Բոշյանին, մեր գլխավոր հերոսու ամուսնուն երկրորդ հրավիրում եմ տաղավար դիմավորեն։ Բարի երեկո, պարոն Միշա, շնորհակալ եմ կիսաբաց լուսամուտներին դիմելու համար։ Ձեր որդին, սկսեմ դրանից, եթե կարելի է, Հարսի հետ ինչ հարաբերությունների մեջ են եղել։ Սկզբից լավ էր։ Սկիզբը ինչքան էր լավ։ Համարյա 2-3 տարի իր հետ ապրեցին, ոչ լավ էր։ Բայց հետո քանի գնաց ինքն էլ որպես ոգել չխմից օգտագործեց։ Դրանից բանը լավ։ Այդ կինը շուշուտ հետը վիճվում էին։ Հետո գնացին մի քիչ վաղ առանց բանալ, ինձ մոտ բրախեցին, ասին հերա քո մոտ չենք ապրում։ Ասի ի՞նչն է պատճառը, թե ուզում ենք գնանք առանձին մեզ մա ապրենք։ Ասի գնացեք ապրեցեք։ Գնացին առանձին իրենց մա ապրեցին, արանքը քաշեց, ընդամենը մի քանի, երևի մի 4-5 ամիս։ Ու իր հետ չեն հաշտում, վիճում էին։ Հարսը բողոքում էր ձեզ երբևէ որդուց, նրա պահվածքից, ալկոհոլի չարաշահելուց։ Հազվագուտ, որ ասես ամեն օր չէ, հազվագուտ բողոքում էր, ասում է տղետ խմում է։ Ես ասայի տղեն խմում է, դու արկել է մի խմի, վերջը դու իր կինն ես, հասկացրու։ Մի որ ինձ եկել ես ներքևից գալիս ես վերևն ասում, ես ինչ մեղավոր եմ։ Գալիս եմ ես ասում, այ բալամ, խմի, ես քո այդ առաջարկությունը չեմ անում, թե չէ։ Դե աշխատի ասի, մի քիչ իր հետ լիզու գտնեք, ապրեք, որ ձեր երեխեքն էլ ձեզ հարգեն։ Եկուց քուրեխեն քեզ ինչ տասի։ Ասել թե ապրես շնորհակալ եմ։ Ձեր խորտ որդին իրականում հաճախ էր չարաշահում ալկոհոլը եւ իրականում Հարսը բողոքելու տեղ ուներ։ Այո, բողոքելու տեղ ուներ, հետո որ ինքը առողջական խնդիր ուներ։ Իր հետ ինչ էր։ Մեկ էլ իրար չէին հասկանում, դե ընտանիք էր, բոլորի տաները լում էր խոսքուզրից, բայց իրանք իրար վերջում չհասկացան, իր հիվանդությունն էլ էր իրան ճնշում։ Ես հիվանդանոցից գնացի, իր մայրը մի նոր որ ասում էր իմ երեխան հիվանդ չէ, ես հիվանդանոցից իր փաստաթղթերը բոլոր բերել եմ, որ ինքը հիվանդ եղել, հետո ինչ դեղեր օգտագործե։ Ես միշտ իրան առաջարկել եմ, որ դու իմ մոտից մի գնա, դու առողջական խնդիր ունես, մնա ինձ մոտ, ես քեզ կպահեմ։ Ինքը ինչքան էլ ուզում ասի արի ներքև, դու մի գնա։ Քեզ չի նեղացնի, դու ինձ մոտ որ մնաս, այդքան ժամանակ ինձ հետ ապրել ես, նա քեզ կյանքում չի նեղացել։ Դե որ չի համոզվում, մեկ ասում էր հա, հետո 2 րոպե անցնում էր, վեշը հավաքում էր, իջնում էր, գնում էր ամուսնու մոտ։ Պարոն Միշա, դուք կնոջը անկեղծ մի հարց եք տվել, արդյոք խորտ թորներին կպահի, վստահ լինելով, որ մերժում եք ստանալու եւ երեխաներին ստիպված եք լինելու, որպես ծեր մարդիկ պարզապես մանկատուն տեղափոխելու։ Մանկատան առաջարկը առհասարակ ում մոտ է հղացել միտքը։ Դե ես տանը չեմ ելել, որ երեխանցը բերել են։ Հետո ես որ եկա տուն, ասի, այգուշ բա ուրա բանը մերը, թե մերը եկավ երեխանցը բրախեց գնաց խի, էլ չուզում պահի։ Դա ասավ ուզում ես պահի, ուզում ես տար մանկատուն տուն։ Մերն ասել, դա ուրիշ ոչ մեկը։ Ես առաջարկում եմ եւս մեկ անգամ լսել տիկին Սուսաննային, նայենք էկրանին, ինչ է նա պատմում մանկատան եւ նման որոշում կայացնելու վերաբերյալ։ Մենք չենք առաջարկել նման բան։ Ասեց ուղղակի երեխեքին բեր ինձ մոտ, ու երեխին տար քո մոտ։ Ես էլ իմ երեխին բերեցի իմ մոտ, իրանց երեխին
Ինչպես կմեկնաբանեք խնամիների։ Եթե մայրը ինքն էլ որպես իր առնակից տատ, ես իրանցական կապ չունեմ, ոչ մի առնական չէ, եթե երեխան իր կողքով անցակենամ ու իրանք ռեակցիա չեն տալիս երեխին, որ որպես մայր, որպես տատ։ Իրանք պետք է հասկանան, որ նրանք երեխեք են, պետք է իրանք երեխի հետ շփում անեն։ Ասենք ես ասել եմ քո երեխեքին բեր ես կնայեմ, դու գնա մի հատ ստուգման արի։ Ես չեմ ասել քո երեխեքին ես սաղ կյանքս պահեմ, դու գնա քո հորանց տանը նստի։ Չեք ասել, բայց այսօր անում եք։ Բայց այսօր պահում եմ ես։ Բայց հանուն իմ ամուսնուն, հանուն երեխաներին ես պահում եմ։ Հայրը ուր է, հայրը ընդհանրապես, լավ, մայրը առողջական խնդիրներ ունի, Տիկին Սուսաննան մեզ թույլ չէր տալիս նույնիսկ հեռախոսով զրուցել, ասելով, որ այսօր Գոհարը առողջական այն վիճակում է, որ հնարավոր չէ նրա հետ խոսել։ Գուցե դուք էլ դա փաստեք, որ այո։ Ես էլ եմ փաստում, այո։ Հա, մայրը ի վիճակի չէ առողջական խնդիրներով, բայց որ դեպքում առողջական չեն խնդիրները։ Հայրը 2 տարի կնոջ գնալուց հետո արդեն ավելի սկսեց խմիչքին տարվել, հետո ինչ որ կիներ ճարել, չգիտենք, դեռ միջև մի ում ա ուզել որտեղ մնում, բնակվում։ Հիմա երկրորդ անգամ է։ Այո, երկրորդ անգամ ամուսնացել է նա։ Հետո ասավ, եթե իր երեխեքին ինքը պետք է ավելի շատ ուշադրելի, եթե ինքն ասում տար մանկատուն տուր, ուրեմն տարտուր, ու թողես տանից գնաց, մինչև արդեն 3-րդ տարին, 4-րդի մեջ ենք մտնում։ Ոչ գալիս է մի անգամ է, ցանից 2 տարի առաջ եկել, խմած, որ 5 րոպե չի կանել տան դռանը, թողել ու գնացել։ Պարոն Միշա, ձեր որդուն փնտրել եք, 3 տարի է չկա։ Գուցե անհայտ կորած է Հենրիկը։ Չէ, անհայտ չի կա։ Անհայտ, տեսել եմ հեռվից։ Երբ եք տեսել։ Մի տարա չափ կլի։ Հետո տղեկ կան, այդ զանգում են ասում, որ ստի է։ Որտեղ է։ Ակներ գյուղում։ Չեք փորձել կապվել հետը։ Չէ։ Դե որ ինքը երեխանց հրաժարվել էլ ինչ կապվել։ Ես խնդրել եմ իրան, որ գոնա որ այդքան բանն անում ես, դու գնում ես ամուսնանում ես, լավ ես անում, գնա ամուսնացի։ Գոնա ամեն երեխին մի 20-25 մայր փող տու, որ ես իմ թոշակի հետ կայնամ այդ երեխան սպայեմ։ Հա, ասել չի տվել։ Ստիպված ես դատարան տվի ալումենտ պահանջեցի։ Շատ նեղացավ ինքը, որ խեստ այդ քայլի դիմել, ասի այդ քայլի ես չէի դիմել, եթե դու ինձ օգնելի։ Որ ծնողը կուզենա իր երեխան կամ իր որդին կեշելի։ Այսօր երեխաների խնամքը օրինական է ձեզ։ Օրինական ապի վրա է, այո։ Այո, օրինական իմ վրա է։ Առողջական վիճակի պատճառով մոր եւ հոր բացակայության պատճառով, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Այս երեխաները որևէ օգնություն ստանում են։ Ոչ։ Ոչ։ Երեխաները կարոտում են իրենց ծնողներին։ Կարելի ասել ոչ։ Չեն հարցնում ուր է մայրը, ի վերջո ուր է հայրը։ Ես մի երկու անգամ առաջարկեցի, որ ձեր մայրն է, որ տեսնում եք խոսացեք, ասում է տատիկ ինքը մեր կողքով անցակերնում չի ուզում մեր երեսին նայի։ Հա, բայց երեխաները հասկանում են, որ մայրիկի դեպքում, եթե հայրիկի դեպքում դա գիտակցված է, մայրիկի դեպքում անգիտակից է, որովհետև բայց այն ժամանակ էլի մայրը գիտակցելով, չէ, բերեց թողեց իրանց ու իրանց մոտ գույնա չառանձնացավ ասի, որ չես պահում, բար մանկատուն։ Հենց անմիջապես իրանց մոտ ասա, որ եթե չես պահում իրանց տար տուր մանկատուն, ես քեզ եմ հանձնում երեխեքին։ Երեխեք շատ ձևի հետո իրանց մոր գնալուց հետո երեխեքն ասին, տատիկ մեզ տանում ես մանկատուն տաս։ Ու շատ սրտից դարդ մնաց, ասի չի Ազու ջան, ինչքան կունենանք կապրենք, ինչ է չենք ունենա, ուրիշից կուզենք, կգնամ փայկը հավաքեմ, մի բան կանենք կապրենք։ Փոքրիկ դադար, որից հետո մենք վերադառնում ենք կիսաբաց լուսամուտների տաղավար, ձեզ ծանոթացնելու 11-ամյա երկու զույգերի հետ, նրանք ինձ ցանկություններ ունեն։ Հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։
Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Կրկնակի որբերը կիսաբաց լուսամուտներից ներս նոր եք միացել մեզ, շարունակեք թեմային։ Հայկանուշ Մղդասյանի երկրորդ ամուսնությունը Միշա Բոշյանի հետ այլ հանգուցալուծում ստացավ։ Խորտ տղայի Հենրիկի ամուսնությունը հարևանի աղջկա Գոհարի հետ չստացվեց։ Ամուսնության արդյունքում ծնվեցին զույգ տղաներ՝ Միքայելն ու Մխիթարը, որոնք ամենևին էլ մխիթարություն չդարձան բաժանության շեմին կանգնած ծնողների համար։ Որտեղ են այսօր երեխաների հայրն ու մայրը, ովքեր են դարձել նրանց համար ծնողներ ու ինչն է դարձել պատճառ, որ Բոշյաններն այսօր դարձել են կրկնակի որբ, կիմանաք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Կրկնակի որբերը կիսաբաց լուսամուտներից ներս։ Եկեք այստեղ հրավիրենք նաև 11 այլ երկու տղաներին, Մխիթարին եւ Միքայելին։ Բարի երեկո, ողջույն տղաներ։ Տիկին Հայկանիշ, դուք տարբերում եք նրանց, ով է Մխիթարը, ով Միքայելը։ Ոնց։ Ինքը ծնված օրվանից երեսը ճիշտ է, ամենատուժվածն եղել Միքայելն է, թմփլիկ եղել շիկը։ Իսկ նա առաջի ծնվածն է Նիհարոտ էր։ Երևի երկար պիտի նայենք, որպեսզի տարբերությունը հասկանանք։ Միքայել եւ Մխիթար, ձեզանից ձախ նստածը Միքայելն է եւ հաջորդը Մխիթարը։ Տղաներ, 11 տարեկան եք։ Մեծ մարդիկ եք արդեն, 5-րդ դասարան, նպատակներ, ցանկություններ եւ այլն եւ այլն։ Հայրիկի ու մայրիկի հանդեպ կարոտ զգում եք հիմա։ Ոչ։ Ինչու։ Որովհետև ինքը որ մեր կողքով անցնում է մեզ բարև չի տալ։ Դա մայրիկի մասին ես ասում։ Գոհարի։ Թե հայրիկի։ Երկուսի էլ։ Երկուսն էլ անցնում են ու բարև չեն տալիս քեզ։ Այո։ Դու գիտես որ մաման խնդիրներ ունի առողջական որոշակի։ Այո։ Այ հայրիկի եւ մայրիկի հարաբերությունների մեջ մի վատ բան, մի Վերջը։ Հաճախ էին վիճում։ Այո։ Ինչի պատճառով։ Գումարի։ Գումարի պատճառով։ Այո։ Շատ էր խմում papan։ Այո։ Իսկ հայրիկը երբ որ խմում էր ձեզ ինչ որ մի կերպ նեղացնում էր թե ոչ։ Գալտերտան խփում էր մեզ։ Ծեծում էր։ Այո։ Ձեզ էլ մայրիկին էլ։ Այո։ Դուք փորձում եք հայրիկի հետ խոսել, խնդրել որ չխփի կամ հարցնել ինչի է խփում։ Թե չեք խոսել։ Իսկ երբ մայրիկի հետ մենակ էիք ապրում, հիշում եք այն օրը, երբ մայրիկը տատիկի հետ մայրական կողմի որոշում կայացրեց, որ պիտի գա կես ընտանիք ապրելու։ Այո։ Ինչ օր էր դա։ Ինչպես է տեղի ունեցել։ Մայրիկս մեզ վերցրեց, վերեց աղթալա եւ տատիկիս ասավ ուզում ես բայ, ուզում ես տարմարկատունդու։ Իսկ մայրիկը մինչև տանել է աղթալա, խոսել էր ձեզ հետ այդ մասին, որ ձեզ գուցե մանկատուն հանձնի։ Ոչ։ Մամային չեք կարոտում։ Ոչ։ Իսկ պապային։ Ոչ։
Ասելու բան չունեք իրենց։ Չէ։ Այսօր ինչ ցանկություններ ունեք։ 11 տարեկան մեծ տղաներ եք արդեն։ Ամեն մեկդ մի մասնագետ պիտի դառնաք։ Թև ու թիկունք պիտի տատիկին ու պապիկին լինեք։ Ինչ եք ուզում։ Կարատեստ։ Դու կարատեստ ես, սպորտսմեն ես ուզում դառնալ։ Զբաղվում ես հիմա հնարավորություն ունի քո ընտանիքը, որ դու գնաս կարատեի։ Քաղաքապետարանը օգնում է այդ հարցով։ Քաղաքապետարանն է օգնում։ Իսկ ընկերներ ունեք տղաներ։ Այո։ Մխիթար, դու ինչով ես զբաղվում։ Նկարում եմ։ Իսկ մասնագետ որպես ինչ ես ուզում դառնալ։ Նկարիչ։ Նկարիչ ես ուզում դառնալ։ Տիկին Հայկանուշ, երեխաների կապվածությունը ձեզ հետ ինչպես է։ Ասենք, եթե ինչ-որ խնդիրներ ունեն դրսի հետ կապված կամ ինչ-որ պլաններ ունեն, ձեզ հետ խոսում են, քննարկում են։ Որ ամեն ինչ որ կատարում է, թե շրջապատում, թե դպրոցում, ինչ որ էլի պետք է ինձ հետ խորհրդակցեն։ Կարող է պապից մի քիչ ամանչում են քաշվում, չեմ բանանում, բայց ես որպես Խնդիրներ շատ ունեն տղաները։ Չէ, տենց խնդիր։ Շրջապատի հետ խնդիրներ Չէ, շատ խելոք են։ Այդ կողմից շատ են խելոք։ Չէ, իրենք խելոք են, գուցե շրջապատը իրենց հետ խնդիրներ է առաջացնում։ Այդ կողմից հանգիստ եմ։ Այսպեսի մի հարց է, ինչ որ առողջական որևէ խնդիրներ կան երեխաների մոտ։ Երեխաների մոտ մինչև 3 տարեկան ոչ մի առողջական խնդիր չի եղել, թեկուզ արհեստականով եմ պահել, բայց 3 տարեկանից աչքերի թեքություն զգացվեց արդեն։ Դիմեցի բժշկին, ասա որ դա ծանր ծննդաբերություն է ունեցել, հղությունը ծանր է եղել։ Դրանից է։ Իսկ մեզ մոտ Երևանից մասնագետեր եկել, ես գնացի երեխեքին տարա, ասա մենք այդ սարքավորումները հիմի մեզ մոտ չունենք, որ ստուգենք, նայելով ասա որ իրանց մոտ ոնց որ ներվի թուլություն ունի։ Իսկ ծնողները չեն զբաղվել երեխաները։ Չէ, իրանք 5 տարեկան էին, որ ես ու ամուսինս տարանք ռայոն, մեզ մոտ նոյեմ Ալավերդի, ընդի առաջարկեցինք իրանց, ստուգեցին դեղեր կաթացին, հետո ասին ակնոցներ կդնենք, կդզվի երեխեքի աչքերը։ Հետո ծնողները չթողեցին, թե մենք ինքներս կանենք, մեզ դավերյա չգնացին, ասին մենք ձեզ չվստահեցին, մեզ չվստահեցին իրանք։ Տենց էլ պահեցին մինչև առեսօր։ Ուզում էի, որ շուտ էս երեխեքի աչքերի գործը կարգավորեի, որովհետև երեխեքին արդեն մեծացել են, մեկը հասկանում է, մեկը չէ, հետևից շլդիկ են ձեն տալիս, մի ավելնորդ բան են ասում, երեխեք են ազդվում են տուն են գայզլացնում, որ մենք եթե ծնող ունենայինք նորմալ, մեր աչքերը սեն չեր էլի, մի շուտ բուժված կլենք։ Ու ձեր որդին հիմա հանգիստ խղճով որոշել է, որ պայմանագրային հիմունքներով սահման է պաշտպանում։ Ես վստահ չեմ անկեղծ ասած, ես զարմանում եմ ինչի պիտի իմ հանրապետությունը իմ հարկերից վճարի մի մարդու ու սահմանին կանգնեցնի, որ ես վստահ չեմ, որ ինձ պաշտպանելու է, անկեղծ եմ ասում, երբ որ սեփական զավակներին մատնել է անհասկանալի է ինչի եւ առողջական վիճակը այնպիսին է, որ նա նույնիսկ չի էլ հետաքրքիր է։ Ու հիմա քանի է այսպիսի զավակ է նա դեռ պարգևելու ու կոչվելու է բազմազավակայր։ Ես որպես քաղաքացի չեմ ուզում նման մեկը պաշտպանի սահմանը։ Անկեղծ եմ ասում։ Որտեւ եթե սահմանի պաշտպանը պատասխանատվություն չի կրում սեփական զավակի համար, ես վստահ չեմ, նույնիսկ գերհամոզված եմ, որ իմ եւ իմ նմանների համար պատասխանատվություն չի կրելու, հաստատ։ Եվ իր պարտականությունները, որոնք կատարում է վճարովի հիմունքներով, չի կատարելու։ Պարոն Մանուկյան, վրդովմունքս մի կողմ թողեմ նրանց հոր պահվածքի վերաբերյալ ու անցնեմ առողջական խնդիրներին տղաների Միքայելի ու Մխիթարի։ Ասեմ, որ նախ հիացած եմ բաբիգի դադիգի այդ խնամքով, նախ թույլ դրեկացելու, որ ես էլ եմ որ մեծացե, իմ հորակորս ինձ պահ է մեծացրե, և ինձ հարազատ է այդ որպ մարդու թաղծոտ աչքերը, կյանքի հանդեպ կարոտ է, գեղեցիկ երջանիկ կյանքի։ Ու ես պատրաստ եմ մի անգամից ասեմ, որ երեխաների իդեպ ես շլությունները վերաբերել մեծ գիտական աշխատություն ունեմ համաշխարհային եւ հազարավոր երեխային վիրահատությունով բուժե ես երեխաներին մենք իմանալով ձեր ավանդը նման գործում իհարկե յուրաքանչյուր պատեհ առիթին մեր խնդրանքն է դուք այստեղ ներկա լինեք որովհետեւ այստեղից հետո էլ դուք ձեր բժշկի երթումը չեք դրժում ու կատարում եք ամեն ինչ։
30 համաշխարհային գիտական աշխատանքների հեղինակ եմ, բայց շլությունների վերաբերյալ ամենամեծ իմ երջանկությունը, որ տասնյակ հազարավոր երեխաներ առանց վիրահատության ես բուժել եմ։ Եվ վերցնում եմ ինձ վրա այս երեխաներին, Աստված ինչքան ինձ առողջություն տա, կյանք տա, մինչև վերջ հետևեմ, ագնոցների խնդիրներ լուծեմ, իրան ճիշտ ձևով, դրանից ինչ ասած իմ ձեռքից եկած է։ Բայց ինչ վերաբերում է իմ որ հորաքույրս մեծացել էր, հետաքրքիր էպիզոդ, ինձ կանչեցին 27 տարեկան տղայի, այնպես էի խնամում, որ հիվանդանոց մտնելուց ասում են, վայ բժիշկն է գալիս, ոչ շատ լավ էի խնամում, էլի, ես էլ ասում էի, սովորական բան եմ խնամում, դա ինձ պահել է, ես էլ խնամում եմ, իբր թե ինչ, բայց այնքան լավ չեն բաղում ծնողներին, որ ես լավ է երևում դրանց։ Մանավանդ, որ այս դեպքում ֆինանսական խնդրի մասին էլ նույնիսկ չի կարելի խոսել, զինծառայողի ընտանիք է եւ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինծառայողի ընտանիքը իդեմս երեխաների պիտի անվճար օգտվի բժշկությունից։ Այստեղ ընդհանրապես ցանկություններ պետք դա կազմակերպել։ Ոչ թե կազմակերպելու սեփական ալկոհոլիկ թուլացած վիճակ, այլ սեփական երեխաների առողջության մասին էր պետք մտածել։ Ու ես համոզված եմ, որ նոյեմբերյանում հիմա դուք նայում եք մեզ։ Շատ հպարտ տղամարդ։ Մենք իրան միտքս վերջացնեմ, երբ արդեն 90 տարեկան էր Զարամյալ հիվանդանոցում էր, ինձ կանչեցին, ասեցին, տղա ջան, դու լավ ես տանում, բայց հիվանդանոցի հիվանդ չի, տանում ենք ծերանոց։ Ես պատասխանեցի, նա ինձ որբանոց տարավ, որ ես իրեն տանեմ ծերանոց։ Բայց մի բան էլ ասեմ ձեզ, դուք երջանիկ այս երեխաները որ կան, սրանք ձեր կյանքի ստիմուլն են։ Ես էլ եմ պապիկ, մյուսն էլ, ինչքան հաճույք են պատճառում զավակները, թորները, Աստված մի աղես, մի փոքր հիվանդության դեպքում լրիվ խլում են այդ երջանկությունը, որ տվել են քեզ։ Հանկարծ լսում ենք, չէ՞ թորնիկս տակություն մի բան, վերջացա, ոչ քնում ենք, ոչ բան, այն հաճույքը որ տվել է, նա անմիջապես վերցնում է ինձանից։ Այնպես որ իրենք որ չլինեն ձեզ մոտ, ձեր կյանքը իմաստը։ Ես չեմ կարող ծիրան։ Ճիշտ եմ։ Սկան ժամանակ կա։ Ուրեմն մի խոսքով, ես վերցնում եմ ինձ վրա այս երեխաներին, եւ դիմում եմ ամբողջ Հայաստանի ժողովրդին, որ երեխաներին չտանեն գցեն դանակի տակ, անմիջապես ծնված չծնված շլություն ուղղել պետք չի։ Այն աչքերը, որ մեկ վայրկյան թեկուզ ուղիղ նայում են, նրանք ձեր տալ չի կարող, որտեղ վիրահատությունից դուրս են փախչում աչքերը, ավելի վտանգավոր են։ Հավատացեք Հանրապետության լավագույն մասնագետներից մեկի։ Շնորհակալ ենք պարոն Մանուկյան, հերթական անգամ մեր տաղավարում լինելու եւ իհարկե բացի խոսքերից ձեր խոսքը միշտ է գործ եւ մենք պարբերաբար հիշում ենք նաեւ այն հերոսներին, որ մարդիկ սուտ չեն խոսի, ում դուք ձեր թեթև ձեռքով աջակցություն եք ցույց տվել։ Ժամանակը ցույց կտա տղաների դեպքում ինչպիսին կլինի առաջընթացը առողջության առումով։ Փոքրիկ դադարից հետո մենք կվերադառնանք կիսաբաց լուսամուտների տաղավար։ Հեռու չգնաք։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բանկա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։
Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը, Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Իսաբաց լուսամուտներ։ Կրկնակի որբերը կիսաբաց լուսամուտներից ներ, շնորհակալություն, որ շարունակում եք մնալ երկրի թիվ 1 թոքշոուի հետ։ Մենք վերադառնում ենք հեռուստատեսային տաղավար եւ հիշեցնում ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Այն ստեղծված է, որպեսզի մենք միասին օգնենք այն ընտանիքներին, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք այս պահին ձեր էկրանի ներքևի հատվածում են, կամ էլ նյութական օգնություն ցուցաբերելու համար, խնդրեմ զանգարեք մեր թեժգից +374 60 50 3317։ Խնդրեմ կարգի։ Ամեն անգամ լսելով նման պատմություններ ես զարմանք եմ ապրում։ Մենք բազմաթիվ անգամներ այս տաղավարում ականատես ենք եղել այն բանին, որ ծնողները չունենալով անգամ հանապազօրյա հաց ձեռք բերելու գումար, փորձել են իրենց կողքը պահել իրենց երեխաներին։ Ձեր պարագայում անհասկանալի է ինձ համար, երբ ձեր տղան ինքնակամ երեխաներին չի հատկացնում գումար, այլ դուք դատարանով ստիպում եք նրան, որ նա վճարի ալիմենտ։ Նրանք հանդիսանալով թե մայրը, թե հայրը, գուցե մայրը ունի առողջական խնդիրներ, բայց չի արդարացնում դա նրան, եւ նա պիտի գոնե իր երեխաների հետ չփվի պարբերաբար, որը չի անում։ Նրանք հանդիսանում են կենսաբանական ծնողներ։ Եվ գիտեք, Սարգիս, շատ կարևոր մի բան կա։ Մոր բուժման process-ում էլ գուցե երեխաները իրենց դրական ազդեցությունը ունենան։ Ու դա իմ կարծիքը չէ, դա բժշկության կարծիքն է, որ երեխայի ուժը եւս զորեղ է։ Ու այս դեպքում հրաժարվել մի կողմից հրաժարականը տատիկի նախաձեռնությամբ է եղել, կարծում եմ միայն բացասական է ազդում նաև հիվանդ մոր վրա։ Եվ նրանք հանդիսանալով, իհարկե դա միանշանակ այդպես է, եւ հանդիսանալով կենսաբանական ծնողներ, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, դուք ավելին եք, քան կենսաբանական ծնողները։ Քանի որ դուք երեխաներին պահում եք ձեր կողքը, այլ ոչ թե տանում եք մանկատուն։ Շնորհակալություն, Մամիկոն։ Հրաժան, դու ասում ես սահման է պահում, սահման չի պահում, հետախույզ է։ Այսինքն գնացել եկել եւ թրքացել է այդ մարդը։ Ասենք որովհետեւ արարքն էլ է Թուրքիա արարք, երեխան թողի գնա։ Այդ ոչխարը, որը որ կարա, հա, անասունը, որ կարա իր երեխուն թողի, սրբապիղծը, որ կարա իր երեխուն թողի ու գնա, չմտնի այն կնոջ վիճակի մեջ, որի հետ ընտանիքա կապելու ես երկու հրաշքներին դուս աշխարհաբերել, որ գիտի հիվանդ է, որ կարողանա նրան էլ նեցուկ լինի։ Հիմա էլ մի հատ առանձին ընտանիք կազմի, ցանկանում եմ, որպեսզի այդ ընտանիքի կինը նայի այս պատկերը։ Ցանկանում եմ, որպեսզի ում հետ որ հիմա կյանք հա կապել, ում հետ որ որոշակի հիմա էլ ժամանակ անցկացնում, որովհետև իսկապես դա ժամանակ անցկացնելու նման բան է։ Թող ինքը նայի եւ այդ կինը գոնե հասկանա, որ ինքն էլ է մեղսակից նման տեսակի հետ անգամ որևիցե մի ձև կոնտակտի մեջ մտնելու համար։ Ցանկանում եմ, որպեսզի տղերք ուժեղ եղեք, ինչքան կարաք, ով որ ձեր խաթրին կպնում է իրար հետ միասին հարցերը լուծեք, անենց արեք, որ դուք չկոմպլեքսավորվեք, ինչքան կարաք լավ սովորեք, շատ կարդացեք եւ ամենակարևորը, որ մեր ապագան դուք եք։ Բոլորիս ճակատը բարձր տայեք։ Շնորհակալ եմ Մամիկոն, միշտ ծայրահեղ, Արկադի։ Ողջ սրտի այդտեղ դեպքերից է, որ չեմ կարողանում պահել մեր սեռի թասիբը, այսպես ասած, եւ ինչպես հրաշքներ նշում ես, համաձայն եմ, ինքը ամենաշատը արժանի է, որ իրանց զորամասի զուգահանի սահմանները պահի, դրանից են կոմպետ չի իրան վստահել։ Իսկ ինչ վերաբերում է մի փոքր ես կցանկանայի անդրադառնալ, հա, զուտ մասնագիտական, որպեսզի մտահոգված լինելով այս հրաշքի երեխաների համար մի այսպիսի ճշտում, այդ որ մահացել էր եւ վախեր ուներ, իրանց ինչ արունակցական բարեկամ ա եղել։ Ոչ մի բան։ Հա, լավ, վերջ, որովհետեւ վախեր կան, որը նևրոզա, որը դա բուժվում է ժառանգական չի, ու կա պսիխոզ, որը ցավոք, լավ, ուրեմն անհանգստություն չեմ տեսնում,
մեր սիրելի պարոն Մանուկյանը ինքը ինչ վերաբերում է աչքերին կշտկի, ինչ էլ վերաբերում է հոգեբանական եթե խնդիրներ լինի, շատ արագ կլուծենք։ Ձեր պապային ապացուցեք, որ դուք ավելի լավ սահմանպահողներ կլինեք։ Լիլիթ։ Ես ինչ խոսք, հիացած եմ տատիկի պահվածքից, տատիկի վերաբերմունքից, թորնիկների նկատմամբ, ինչպես նաև պապիկի վերաբերմունքից եւ ընդհանրապես այդ ծանր պատասխանատվությունը բեռը, որ դուք վերցրել եք ձեր վրա, դա մեծ գովեստի, մեծ խրախուսանքի է արժանի։ Ուզում եմ անդրադառնալ հոգեբանական այն խնդրին, որ մանկատուն տանելը մոր բերանից հնչած երբ որ երեխաները ականատես են եղել եւ լսել են, երեխաների համար առաջին իսկ հենց պահից մեծ ստրես է, ստրեսային իրավիճակ է։ Այդ իսկ առումով ուզում եմ դիմել Միքայելին եւ Խիթարին, դուք համոզված եղեք, որ մանկատուն գնալու ճանապարհ ձեզ համար չկա, ունեք շատ հիանալի տատիկ, շատ հիանալի պապիկ ձեր կողքին, այդ հարցը լուծված է, չկա այդպիսի բան, չլինելու այդպիսի բան։ Մյուս առումով ուզում եմ անդրադառնալ նաև ներքին հոգեբանական մերժվածության խնդրին, նման դեպքերում, երբ որ երեխային թողնում է եւ մայրը, եւ հայրը, երեխան ներսից ունենում է մերժված լինելու անպետքության զգացողություն։ Այդ իսկ առումով ուզում եմ եւս նորից դիմել Միքայելին եւ Խիթարին, որ թեև ձեր մայրը եւ հայրը այս պահին ձեր կողքին չեն, բայց իրենց արարքն է այդպեսին, գուցե հոգու մի անկյունում, գուցե կարոտում եւ սիրում են ձեզ, դրանում դուք համոզված եղեք։ Եվ բացի դրանից ձեզ սիրում է ձեր տատիկը, ձեր պապիկը, ձեր ընկերները եւ շատ մարդիկ, մենք բոլորս, ովքեր որ նստած ենք այստեղ, դուք շատ կարեւոր եք, որ ծնվել եք, լույս աշխարհ եք եկել, պիտանի եք մեր ազգին, բոլորին, ձեր ընտանիքին եւ պիտի լինեք շատ կանգուն, հստակ համոզված լինելով, որ դուք շատ պիտանի եւ շատ կարեւոր մարդիկ եք լինելու։ Դերեք, այս կյանքում մեզ պիտի անպայման օրինակ ծառայողներ լինեն, այսինքն մարդիկ ու մենք պիտի նմանվենք, իրենցից սովորենք ու առաջ գնանք հենց նրանց կերպարը տեսնելով ու ուժը հասկանալով։ Շատերիս մոտ դա մայրիկն ու հայրիկն են, մյուսների մոտ գուցե ընկերներն են, ձեր դեպքում տատիկն ու պապիկն են, իրենցից լավ մարդիկ նվիրված ու կամեցող, համոզված եղեք աշխարհում չկա, ու դուք այնքան ուժեղ ու պինդ պիտի լինեք, որ դուք կարողանաք ձեր պապիկին ու տատիկին այն սերն ու ջերմությունը ու այն, որ չեղած տեղից նրանք կարողանում են ձեզ համար անել, անում են, դուք դա պարտավոր պիտի լինեք վերադարձնելու։ Իսկ հիմա կխնդրեմ հետևել Մամիկոնի խորհուրդներին, կարդալ ու սովորել, ու ամեն մեկը ձեր նպատակին հասնել։ Խոնարհվում եմ եւս մեկ անգամ ձեր առաջ Տիկին Հայկանուշ եւ շնորհակալություն հայտնում ձեզ պարոն Միշա։ Առողջ եղեք տղեկ, սպասում եմ ձեր հաղթանակներին։ Եկեք հարգելի հայրենակիցներ, որոնք ապրում են Հայաստանի սահմաններում եւ հայրենակիցներ, որոնք ապրում են սահմաններից դուրս։ Միասին օգնության ձեռք մեկնենք այս ընտանիքին։ Օգնության, եւս մեկ անգամ եմ կրկնում, խղճալ պետք չէ։ Միասին նրանց փորձենք ոտքի կանգնեցնել։ 060 50 33 17 մենք սպասում ենք ձեր արձագանքին։